Տնտեսական բարձր աճ, տարածաշրջանում տնտեսական նոր վերադասավորումներ, կապողիների հնարավոր ապաշրջափակում, այս եւ այլ հարցերի շուրջ այսօր զրուցելու ենք էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլիա Սիրականյանի հետ։ Բարև ձեզ, Տիկին Սիրականյան, ողջունում եմ ձեզ մեր տաղավարում։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Այսպիսով վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների համաձայն ունենք տնտեսական բարձր ցուցանիշներ, ընդհանուր առմամբ ինչպես կգնահատեք տնտեսական տարին եւ որ ոլորտներն են հիմնականում կրել այդ շարժիչ ուժը։ Տնտեսական տարին գնահատված է արդեն թվերով, թվերը լավն են, ինչպես տեղյակ եք, այո, վիճակագրական կոմիտեն հրապարակեց 11 ամսվա ցուցանիշները, եւ այս ցուցանիշներում ունենք աճ ոչ միայն տարվա համեմատությամբ, այլ նաեւ նույն ժամանակահատվածի նախորդ տարվա հետ համեմատությամբ, երկրորդ դեպքում անգամ երկնիշ է աճը տնտեսական ակտիվության ցուցանիշի։ Կարևոր հանգամանք է առանձնացնել այն, որ աճել է ընդհանուր աճի մեջ բոլոր ենթավոլորտների մեջ կրկին աճ է նկատվում։ Սա իր տեսակով լավ երևույթ է ու արդեն իսկ ասում է տնտեսության կառուցվածքի մասով եւ տնտեսության վիճակի մասով։ Որքան տեղյակ եմ, առաջատարները շինարարությունն ու ծառայությունների ոլորտներն են։ Այո։ Ինչու են հենց այս ոլորտները ավելի առաջանցիկ տեմպեր գրանցել։ Կարծում եմ սա շատ ավանդական բնույթ ունի, բայց կարևոր բան ուզում եմ առանձնացնել արդյունաբերության մասով։ Տեսեք, կառավարությունը հիմա միտված է այնպիսի քաղաքականություն վարելու, որ ոչ թե շեշտը դրվի ծառայության կամ առևտրի վրա, այլ որպեսզի Հայաստանի ներսում նոր լրացուցիչ հավելյալ արժեք ստեղծվի։ Եվ այս իմաստով արդյունաբերության մեջ այսպիսի հետաքրքիր ցուցանիշ ենք ունեցել, այն իմաստով իհարկե ինքը վերաբերվում է ոսկուն, բայց ամեն դեպքում վերարտահանման մասին չի եղել խոսքը, այլ մի մեկ ցիկլով ավել ցիկլի գոյություն է ունեցել, այսինքն լրացուցիչ նոր շրջապտույտի ուղղություն է եղել, հա, Հայաստանում։ Ամեն դեպքում թվերը մեր աչքի տակել են ու բնականաբար գործողությունները պլանավորվելու տեսանկյունից անպայման հաշվի ենք առնելու նաև սա։ Իհարկե պատմական բնույթը չմոռանանք եւ նոր իրողություններին հարմարվելու հետ կապված ժամանակի հարցի կարիքն էլ պիտի անպայման չանտեսենք։ Աճը դուք բավարար գնահատում եք, որպեսզի տնտեսությունը այսպես ցածկային զարգացում ապրի։ Երբեք աճը բավարար չենք կարող գնահատել, որովհետև անկախ դրա թվի բացարձակ արժեքից բնականաբար մոտիվացիան եւ մոտեցումը այնպիսին է, որ ձգտենք ավելին եւ ունենանք ավելին։ Կարևոր է այն ամփոփումը, որ պետք է իրականացնենք 21-26 միջոցառումների ընթացքում, հա, կատարման տեսանկյունից։ Այս առումով հույս ունենք, որ այն պլանը, որը հա կառավարությունը իր առջև դրած ունեցել է, կունենանք 26 թիվը ամփոփելուց։ Էկոնոմիկայի նախարարությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում, կանանցնենք այն ծրագրերը, որոնք հենց ազդել են տնտեսական աճի վրա։ Կառանձնացնեմ մի քանի ծրագիր, որոնք իրենց էությամբ շատ կարևոր են ձեր նախորդ հարցի կոնտեքստում, այն իմաստով, որ խթանում է ավելի շատ ոչ թե առևտուրը կամ ծառայությունը, հենց այլ ավելի շատ տնտեսության մեջ բովանդակություն հավելյալ արժեք ստեղծելու հանգամանքը։ Երկուսը հենց հիմա մտքից գալիս են, առաջինը թողարկման եւ արգանիշավորման ծրագրին է, որի իմաստը կանում է նրանում, որ կառավարությունը աջակցում է այն ընկերություններին, ովքեր որ թողարկպարտատոմս կամ բաժնետոմս են թողարկում։ Սա ոչ միայն մշակութային խնդիր լուծեց, այլ նաև մի գործիք է, որը որ լրացուցիչ այլընտրանքային հնարավորություն է ստեղծում տնտեսավարողների համար։ Ավանդաբար սովոր ենք, չէ, որ տնտեսավարողները ֆինանսական ռեսուրսները ներգրավում են բանկերից, հա, վարկերի տեսքով կամ փոխառությունների տեսքով։ Սա գործիք է, որը օգնում է տնտեսավարողներին այդ ֆինանսական միջոցները ներգրավել իրական հատվածից։ Ընդ որում մշակույթը փոխում ոչ միայն տնտեսավարողների մոտ, այլ նաև քաղաքացիների մոտ, որովհետև մարդկանց մոտ էլ ավանդաբար, հա, պատմականորեն ձևավորված այն մշակույթը, որ փողը լավագույն տեղը պահելու ձևը գուցե բանկն է ավանդի տեսքով կամ, չգիտեմ, անշարժ գույքի ձեռքբերումը, հա, որպես երկարաժամկետ ապահով միջոց, քաղաքացիների մոտ էլ մշակութային փոփոխություն ենք նկատում, որ փորձում են իրենց փողը ավելի խելամիտ օգտագործել եւ գործող բիզնեսներում պարտատոմսեր գնել, որպեսզի այդպիսով նաեւ ավելացնեն, հա, իրենց եկամուտները եւ իրենց գումարի մեծությունը։ Ընդ որում, այստեղ կարևոր է շեշտել նաև այն հանգամանքը, որ մենք սպասում էինք, որ հիմնականում արտադրողները պիտի օգտվեն այս ծրագրից, բայց
տեսանք, որ ՏՏ ոլորտը առողջապահությունը եւս հետաքրքրված է ու բացի այդ նաեւ միջազգային գործընկերներին արդյունքները դուր եկան ու քանի որ մենք ունենք որոշակի սահմանափակումներ, օրինակ EBRD-ին համանման միջոցառում է իրականացնում մեր սահմանափակումների կոնտեքստում չտեղավորվող ընկերությունների համար։ Հետևաբար պիտի փաստենք, որ հաջողվել է ծրագիրը եւ կարեւոր է իր էությամբ։ Հաջորդ շատ կարևոր ծրագիրը, որը կուզեմ նշեմ, տնտեսության արդիականացման մասին է, որտեղ էլի կառավարությունը փորձում է տնտեսավարողների ուշադրությունը ավելի շատ սևեռել արտադրության վրա, որովհետև այս դեպքում մենք սարքավորումների, լիզինգի, տոկոսադրույքների փոխհատուցման միջոցառման մասին ենք խոսում, ինչը նշանակում է, որ մենք էլ ենք պրոպագանդում, որպեսզի ավելի լավ տեխնոլոգիաներով իրականացնեն արտադրությունը, գիտելիքներ դնեն, փորձներ դնեն, որպեսզի ոչ միայն ավելի լավ որակի արտադրանք թողարկեն, այլ նաև ավելի բարձր արդյունավետությամբ դա իրականացնեն։ Ընդ որում երկու ծրագրերի դեպքում թվերը բավականին խոսուն են, երկրորդի մասով բարբերաբար հրապարակումներ ենք ունենում ու միայն չնայած որ էկոնոմիկայի նախարարությունում կա նմանատիպ ծրագրեր նույնպես, բայց միայն տնտեսության արդիականացման ծրագրի շրջանակներում վարկային պորտֆելը արդեն հատել է 430 միլիարդը։ Սա նշանակում է, որ այս ծավալի գումար ներարկվել է տնտեսության մեջ։ Իսկ կան ծրագրեր, որ եթե գոնե չեն ձախողվել, բայց չեն տվել այն արդյունքը, որ ակնկալում էիք։ Այո, կան նաև այդպիսիք ու տարվա ընթացքում պարբերաբար մոնիտորինգներ ենք իրականացնում, գնահատականներ ենք տալիս եւ այո, եղավ այդպիսի մի ծրագիր, որը որ մենք տարվա կեսերին որոշեցինք չշարունակել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ազդեցությունը իհարկե կար դրական ազդեցություն, բայց սպասելիքները ծրագրից որպես տնտեսության մեջ ավելի շատ արժեք ստեղծող եւ ոչ թե այլ ոլորտին հարող այսպիսի պատկեր ստացանք եւ որոշեցինք ուղղակի չշարունակել սա եւ դա նորմալ պրակտիկա է ու բարբերաբար կարծում եմ, որ այսպիսի տնային աշխատանքը ոչ միայն էկոնոմիկայի նախարարության ներսում, այլ առհասարակ բոլոր կառույցներում շատ կարեւոր է եւ արդիականացման ծրագրին էլ մենք անդրադարձանք։ Այս տարի մենք տեսանք, որ օրինակ արդեն 23 միլիարդի միայն 25 թվականի ընթացքում սուբսիդավորում ենք ունեցել։ Սա կարևոր ազդակ էր, որպեսզի կարողանանք ինչ-որ զսպող մեխանիզմ այստեղ անել, իջեցրեցինք տոկոսադրույքը սուբսիդավորման, որովհետև ծրագիրը բավարար կարևոր է, որպեսզի երկարաժամկետում կարողանանք շարունակականությունը ապահովել։ Բնականաբար մշտադիտարկումները, ուսումնասիրությունները, վերլուծությունները ամեն օրվա գործի մի մասն են, որպեսզի ճիշտ որոշումներով փորձենք առաջ գնալ։ Այդ ծրագրերը որպես օժանդակություն ուղղված են հիմնականում այսպես խոշոր գործարարներին, ՓՄԶ-ներին, փոքր ու միջին ձեռնարկություններին, թե սկսնակներին, ինչու եմ այս հարցը տալիս, հասկանալի է, որ հիմնական ուղղվածությունը ՓՄԶ ոլորտի զարգացման է, սակայն այս առումով վիճակագրությունը, որ նայում ենք, Հայաստանում բիզնեսների 99% եւ ավելի տոկոսը հիմնականում փոքր ու միջին ձեռնարկություններ են, սակայն որոնք տարիներ ի վեր այսպես չեն աճում, չեն կարողանում խոշորանալ։ Այստեղ խնդիրները որտեղ կարող ենք տեսնել։ Դա էլ իհարկե ուսումնասիրության առարկա է, այս առումով պիտի ասեմ, որ ՓՄԶ-ներին երբ որ անդրադառնում ենք, պետք է համակողմանի անդրադառնանք։ Վերջերս մի հարցազրույցի ժամանակ էլի ասեցի, չեմ սիրում թվերի մասին աբստրահված դատողություններ անել, որովհետև շատ կարևոր է հասկանալ քանի տոկոսն են իրենք կազմում օրինակ ՀՆԱ-ի մեջ եւ դա ինչպիսի կառուցվածքով է տեղի ունենում։ 1/3-ը որքան տեղի պայմանական 1/3-ը առևտրով, ծառայություններով, թե օրինակ արդյունաբերությամբ կամ մշակումով կամ այլ հավելյալ արդյունքի ստեղծումով։ Երկրորդ կարևոր հանգամանքը այստեղ, որ պետք է առանձնացնենք, դա կարողություններն են։ Եվ կարողությունները ոչ միայն ձեռներեցությամբ, բիզնեսով զբաղվելու, այլ նաև ֆինանսական գիտելիքները, որոնք որ շատ ժամանակ տեսնում ենք, որ ներգրավում են վարկային միջոցներ կամ մի կողմ դնենք, որ որոշակի խնդիրներ կան, բայց այն կարողությունը, թե ինչպես պետք է ճիշտ եւ գրագետ կառավարել այդ ռեսուրսը, որպեսզի ապագայում խնդիրներ չունենանք։ Եվ այո, շատ են իրենք, եւ այդ շատի մեջ եւս մի հանգամանք է պետք նշել, շատ են նոր ստեղծվողները եւ նույնքան շատ են գործունեությունը դադարեցնողները։ Բովանդակային առումով այս խնդրին մենք անդրադառնում ենք կրկին փաստաթղթի տեսքով եւ ինչպես տեղյակ եք 2024 թվականների համար կար ՓՄԶ-ին առնչվող ռազմավարություն
որը մենք շարունակում ենք արդեն 26-30 տրամաբանությամբ, եւ սա քննարկումների փուլում գտնվող փաստաթուղթ է եւ խնդիրները հասցեագրված են ՓՄԶ-ին առնչվող, բայց աջակցության ծրագրերի մասով, սովորաբար երբ որ աջակցության ծրագրեր ենք իրականացնում, եթե օրինակ թողարկման ծրագրի մասով մենք էլ մտքում հասկանում ենք, որ ոչ այդքան առնչվելի է ՓՄԶ ոլորտին, արդիականացման շահառուների գերակշիռ մեծամասնությունը ՓՄԶ-ներ են։ Հետևաբար հասկանում ենք, որ օժանդակությունը հասցեագրված է, հասնում է իրենց, հետևաբար պետք է հասկանանք որն է այն կարևոր խնդիրը։ Իմ անձնական կարծիքով դա կարողությունների, գիտելիքի, փորձի, կրթության եւ զարգացվածության եւ անալիզիկ հմտություններ ունենալու մեջ է։ Բնականաբար փորձելու ենք շեշտադրել դա։ Մյուս հետաքրքիր հանգամանքը պիտի ասեմ, այս տարվա սկզբներին, երբ որ նոր ծանոթանում էի միջազգային գործընկերների ծրագրերին, որոնք ընդ որում շեշտադրված ՓՄԶ-ին վերաբերել իմասով, հետաքրքիր մի բան ինձ համար հայտնաբերեցի, որ զուտ պատահաբար մի քանի ծրագրի մասով կրկնություն տեսա, ու միանգամից այսպիսի գաղափար ծնվեց, որպեսզի փորձենք քարտեզագրում իրականացնել բոլոր այն կառույցների աջակցության ծրագրերի մասով, որովհետև գիտեք, տեղյակ եք, որ բացի կառավարությունից միջազգային գործընկերները ԵՄ-ն իր բոլոր կառույցներով, Համաշխարհային բանկը, Զարգացման ասիական բանկը, բոլորի ուշադրության կենտրոնում է ՓՄԶ ոլորտը եւ բնականաբար իրենք եւս ունեն որոշակի գործիքներ, որոշակի աջակցության մեխանիզմներ, եւ մենք որոշեցինք այդ աշխատանքը անել, ու շատ հետաքրքիր պատկեր ստացվեց։ Մենք դա կներկայացնենք փետրվարին եւ հետաքրքիր է, որ միջազգային կառույցներն էլ իրենց համար նորություններ հայտնաբերեցին առ այն, որ կրկնվող գործիքներ ունեն։ Սա էլ կարևոր խնդիր է, որ պետք է փորձենք ոչ միայն պետական կառավարման ռեսուրսը, այլ նաև դոնորների ռեսուրսները հնարավորինս արդյունավետ բաշխել։ Անալիքներ շատ ունենք, ուղղակի հերթով ըստ առաջնահերթության։ Մի փոքր կարող ենք մանրամասնել ռազմավարությամբ մեր այսպես բիզնեսների ինչպիսի օժանդակություն կարող են սպասել հաջորդ տարի։ Ամենամեծ ուշադրությունը, որի վրա որ մենք կենտրոնանում ենք, դա կապված է արտադրողականության բարձրացմանը։ Դուք էլ ձեր հարցերի ենթատեքստում սրան վերաբերելի շեշտադրում եք անում, եւ մենք տեսնում ենք, որ որքան էլ որ ուզում ենք որոշակի աջակցության մեխանիզմներով մոտիվացնել տնտեսավարողներին գնալ դեպի արտադրությունը, արդյունաբերությունը եւ արժեք ստեղծելու հանգամանքը, այստեղ իրենց մոտ խնդիրներ կան։ Խնդիրների մասը ցավոք սրտի իրենց կարծիքով ավելի շատ վերագրվում է հարկային քաղաքականությանը, բայց մշակույթի հաղթահարելու հարց ունենք այստեղ, որովհետև հարկային քաղաքականությունը նույնանման է բոլորի համար։ Եվ պետք է փորձենք նաև իրենց սովորեցնենք, որ հարկային քաղաքականության արկա պայմաններում իրենց որոշակի գործելակերպը եւ այդ գործելակերպի ճիշտ փոփոխությունը ճիշտ պահերին կարող է իրենց համար ավելի եկամտաբեր եւ ձեռնտու դառնալ։ Հետևաբար արտադրողականության բարձրացման վրա ունենք շեշտադրում, կարողության զարգացման վրա ունենք շեշտադրում եւ իհարկե խնդիրներ կան, որոնք որ դեռ մեր կարծիքով ամբողջությամբ չեն հասցեագրված, կապված իմպլեմենտացնող մարմնի եւ նաեւ այն գործողությունների մասով, որոնք որ ավելի վերաբերում են ոչ միայն Երևանում գրանցված եւ գործունեություն ծավալող կառույցների, կազմակերպությունների, այլ նաեւ Երևանից դուրս, ու այս առումով ակտիվ քննարկումների մեջ ենք, դեռ մենք էլ ենք ասում, որ նախագիծը է, քննարկել ենք այն արդեն ՓՄԶ ենթախորհրդում, տեղյակ եք, որ փոխվարչապետի գլխավորությամբ ՓՄԶ խորհուրդ ունենք, որտեղ եւս ներկայացվել ենք, վերջերս հանդիպում եղավ նաեւ Ջերմուկում վարչապետի գլխավորությամբ, ու ելի այս հանդիպման արդյունքում տնային աշխատանքների աղբյուրներ ձևավորվեցին, ու այս ամեն ինչը հիմա ակտիվ քննարկումների ու նախագծումների փուլում է։ Հուսանք, որ կհասնենք ճիշտ որոշումներին։ Անցնենք խոշորամասշտաբ ծրագրերին տարածաշրջանում, ինչպես տարածաշրջանում, այնպես էլ Հայաստանում տեղի են ունենում այսպես տնտեսական նոր վերադասավորումներ, կարծես, խոսքը ինչպես կրայեցիք Թրիփուղու եւ այլ քննարկող նախագծերի մասին է։ Այ 2026-ին որպես տնտեսական ինչ հեռանկարներ դրական կարող են կանխատեսել այս առումով։ Գիտեք, այստեղ էլ պետք է թվերով խոսենք։ Օրինակ Heritage Foundation-ը բարբերաբար տնտեսության ազատության ինդեքս է հրապարակում։ Հայաստանի Հանրապետության համար այս ցուցանիշը միանգամից -20-ով է սկսվում։ Պատճառը այն է, որ գնահատվում է տարածաշրջանը, Հայաստանը
ներդրումներ իրականացնելու տեսանկյունից ոչ այդքան անվտանգ։ Եվ դրա համար հենց այդ կոնտեքստում միանգամից ունենք ցածրացված, ցուցանիշ։ Իսկ ինչ են անում օտարերկրյա ներդրողները, սովորաբար տարբեր ուսումնասիրություններ են իրականացնում, որպեսզի հասկանան որն է այն ճիշտ լոկացիան, որտեղ իրենց ֆինանսական միջոցները պիտի ուղղորդեն։ Եվ այս կոնտեքստում սա մեզ խանգարում է։ Հետևաբար թրիփուղու, բայց ես կուզենամ ավելի շատ ընդհանրացնեմ սա խաղաղության խաչմերուկի եւ առհասարակ տարածաշրջանում խաղաղության հաստատումը շատ մեծ ու կարևոր երաշխիք է այն պոտենցիալ մարդկանց համար, ովքեր որ ցանկանում են իրենց փողը ներդնել եւ գուցե փնտրում են որտեղ դա անել։ Հետևաբար մեր ամենամեծ շեշտադրումը կառավարության կողմից երկարաժամկետ եւ կայուն խաղաղությունն է, որը ուղիղ արտահայտվելու է ինչպես Հայաստանի գնահատման ինդեքսներում, նաև վերաբերմունքում պոտենցիալ օտարերկրյա ներդրողների։ Այս համատեքստում մենք իհարկե կառավարության ներսում էլի գործողություններ ենք անում, այսպես ասեմ, օժանդակող, ինչ ենք արել, օրինակ մենք ունենք օտարերկրյա ուղղակի ներդրումների մասին օրենք, որը ընդունված է եղել 90-ականներին, որտեղ իհարկե փոփոխություններ արվել են, բայց ոչ այդքան էական, կամ խոշոր։ Մենք հիմա թարմացնում ենք այս օրենսդրությունը եւ ունենք նախագիծ, առաջիկայում կներկայացնենք դա քննարկման, որտեղ որ ներկայացնում ենք ներդրողների պաշտպանության նոր գործիքակազմ, ընդ որում շեշտադրելով ոչ միայն օտարերկրյա ուղղակի ներդրումներ, այլ նաեւ տեղական ներդրողներին։ Այսինքն կոնսոլիդացնում ենք այս ամբողջ պաշտպանությունը մեկ փաստաթղթում, որը որ կարծում եմ մեր 26 թվականի անելիքների մեջ նախորդ նշածս համատեքստում իհարկե կարևոր օժանդակող եւ էական հանգամանք է լինելու։ Բնականաբար ունենք շատ քաղաքականություններ process-ի մեջ, որոնց մի մասը արել ենք եւ իրենք շարունակական են, դեռ մշակման տեսանկյունից, առաջինների իմպլեմենտացիայի տեսանկյունից, երկրորդների մասով հասկանալու համար ինչ խնդիրներ կան, որտեղ գուցե ինչ որ բաներ սխալվել ենք շտկելու առումով, նորերը մշակելու առումով, դրանք հաստատելու ուղղությամբ շատ են աշխատանքները։ Արձագանքներ կա օտարերկրյա ներդրողներից հավանական ներդրումների մասին։ Իհարկե էկոնոմիկայի նախարարությունը այն կառույցն է, որտեղ մենք ամեն օր հանդիպում եւ խոսում ենք պոտենցիալ ներդրողների հետ։ Շատ են հետաքրքրվածությունները, բնականաբար բոլորի համար նույն հարցերի շրջանակն է հետաքրքիր, կայունությունը, խաղաղության առումով եւ բնականաբար երկարաժամկետ կանխատեսելիությունը իրենց համար, որպես իրենց փողի ապահով, հանգրվան Հայաստանի Հանրապետությունը, այո, իհարկե։ Որպես ենթադրություն, այսպես հնարավոր կապուղիների բարձման դեպքում մեր տեղական հայկական բիզնեսը, Հայաստանի բիզնեսը պատրաստ է ընդհանուր այդ կապուղիների բացմանը։ Պիտի պատրաստ լինենք եւ դա այլ աշխատանք է, որը շարունակականություն է ենթադրում։ Բոլոր առումներով կլինի կապուղիներին վերաբերելի, կլինի արտահանմանը վերաբերելի, միշտ որոշակի իրավիճակ մի խումբ մարդկանց վրա ազդում է ավելի լավ կամ ավելի արագ, մի խումբ տնտեսավարողների համար բնականաբար որոշակի բարդություններ է ստեղծելու, բայց կարծում եմ բոլորս պետք է լինենք այն ամենալավ համակ ուշադրության մեջ, որպեսզի ճիշտ պահին ճիշտ արձագանք ներկայացնենք։ Ինչպես աշխարհի շատ երկրներ Հայաստանը եւս անցնում է, ինչպես ասում են, կանաչ տնտեսության անցման քաղաքականություն, ինչպես գիտեմ գոյություն ունի նաեւ ռազմավարություն եւ գործողությունների ծրագիր, այս առումով ինչպիսի աշխատանքներ են իրականացվում։ Այս առումով այս տարին երևի աշխատանքների քաղաքականությունների առումով արդեն հանրայնացնելու տարի էր, որովհետև իրականում աշխատանքները սկսված են դեռևս 21 թվականից եւ կանաչ տնտեսության անցման օրակարգը որպես այդպիսի ներառված է եղել կառավարության 21-26 միջոցառումների ծրագրում, նոր որպես այդպիսի նորամուծություն իհարկե փաստաթղթերի ընդունման տեսանկյունից այո, բայց որպես տեսլական կառավարության տեսանկյունից դեռևս նշածս փաստաթղթում կար եւ վերջին տարիների ընթացքում ակտիվ այդ աշխատանքներն էինք իրականացնում քաղաքականության մշակման տեսանկյունից։ Այս տարի երկու կարևոր փաստաթուղթ ունենք ընդունված, մեկը ինչպես դուք նշեցիք, գործողությունների ծրագիր ունենք հաստատված վարչապետի որոշմամբ այս տարի նոյեմբերին, եւ մյուս փաստաթուղթը, որը որ հաստատվեց այս տարվա հունիսին, վերաբերվում է տաքսոնոմիային։ Սա մի փաստաթուղթ է, որտեղ երբ որ սորաբար ասում ենք կանաչ տնտեսություն, բոլորի մոտ հարցը չէ առաջանում կանաչը որն է ի վերջո, եւ որ բնագավառում, եւ որ ոլորտում, եւ որ գործողության վերաբերելիության առումով։ Տաքսոնոմիայի փաստաթղթում փորձել ենք տանք
այդ դասակարգումը, թե ինչպիսի գործողությունը որ դեպքում կարող է համարվել կանաչ անցումային կամ նպաստող, սա այբուբենն է, այսպես ասած, հա, կանաչ տնտեսության անցման։ Մյուս փաստաթուղթը բնականաբար արդեն վերաբերում է կառավարության գործողություններին, որոնք որ ես ավելի շատ կորակեմ որպես նախապատրաստական։ Իհարկե կան ընկերություններ արդեն Հայաստանում խոշորները, հիմնականում ովքեր արտահանում ունեն դեպի Եվրամիություն, իրենք շատ քաջատեղյակ են, ինչ ասել է կանաչ տնտեսություն, ինչ ասել է ածխածնահետք, ինչ ասել է տնտեսության էներգատարություն կամ էներգաարդյունավետություն կամ հաշվետվողականություն, որովհետև բոլոր ստանդարտ հաշվետվություններին համահունչ բնականաբար կազմակերպությունները նաև այսպիսի տեղեկատվություն են հավաքագրում, որը որ իրենց շատ կարևոր է արտահանման ժամանակ, խնդիրը, որը որ մեր առջև դրել ենք, նախապատրաստական աշխատանքն է, փորձելու բարձրացնել իրազեկվածությունը ընդհանուր առմամբ տնտեսության բոլոր ոլորտներում եւ բոլոր չափերի տնտեսավարողների համար եւ փորձենք հասկանանք, թե ինչպիսի հնարավորություններ է սա նախատեսում տնտեսավարողների համար, որովհետև բնականաբար այո աշխարհում քննարկվում է եւ լավ է քննարկվում կանաչի ոլորտը, որը իմիջիայլոց Հայաստանում նորություն չի։ Վերականգնվող էներգետիկան, հա, արևից ստացվող էլեկտրականությունը, որը մենք արդեն տարիներ շարունակ ունենք, կանաչ տնտեսության վառ օրինակ է, հա։ Ամեն դեպքում հնարավորություն ունեն տնտեսավարողները օգտագործելու այս, ես ասեմ, գործիքները, օրինակ ավելի մատչելի ֆինանսական ռեսուրսներ ներգրավելու համար, բայց այստեղ էլ աշխատանք եւ ճանապարհ կա, որ պիտի փորձենք անցնենք եւ կարեւոր կլինի, որ կառավարությունը այստեղ տնտեսավարողներին օգնելով միասին այդ ճանապարհը անցնեն եւ հավանական խնդիրները միասին լուծելու տեսանկյունից եւ բնականաբար որպեսզի ճշգրտումներ եթե կլինեն այդպիսիք, իհարկե բոլոր քաղաքականությունների գնահատականը երևում է դրա իմպլեմենտացման ժամանակ։ Իհարկե մեզ համար էլ կարևոր է որպեսզի ավելի բարելավենք եւ եթե կլինեն շտկումների անհրաժեշտություններ նաեւ դրանց անդրադառնանք։ Այսինքն կանաչ տնտեսությունը ուղղված է տնտեսության արդիականացման ու արտահանման զարգացմանը։ Եվ ոչ միայն, այո։ Եվ ոչ միայն, այո, արտահանումը իհարկե, որովհետև երկու կարևոր հանգամանք շեշտեցի, ածխածնահետք եւ էներգատարություն։ Այո, երկուսն էլ տեխնոլոգիայի փոփոխություն են ենթադրում եւ այո, եւ այդ փոփոխության դեպքում իհարկե տեղական արտադրողների մրցունակությունը, հա, դրսի շուկաներում ավելի կբարձրանա, առնվազն ինքնարժեքի տեսանկյունից։ Իհարկե մի քանիսին դուք արդեն անդրադարձաք, խնդրեմ նշեք 2026-ին հիմնականում այսպես որ ոլորտների վրա եք ավելի շատ ուշադրություն դարձնելու։ Պիտի ասեմ, որ բոլոր ոլորտները երբեմն անկախ հանգամանքից, որ մենք գուցե այս պահին զբաղված ենք մի խումբ այլ ոլորտներով, երբեմն իրենք են իրենց վրա ուշադրություն բերում, սա չմոռանանք, որովհետև անդադ փոփոխվում է միջավայրը, շրջակայքը եւ ինչպես դուք եք ասում, տարածաշրջանում վերադասավորումներ են տեղի ունենում ու բնականաբար կառավարությունն էլ իր հերթին փորձում է ճիշտ հարմարվել այդ իրողությանը, որպեսզի հասցեական լինեն այն ամեն ինչը, որոնք որ արվում են։ Բայց այո, մենք 25 թվականին սպառողների պաշտպանության նոր գործիքակազմ ենք ներդրել եւ դա շարունակելու կարիք կա, երկրորդ փուլ ԵՄ-ի մասով դիրեկտիվների մոտարկման աշխատանքներ ենք իրականացրել, առաջին խումբն ավարտվել են եւ դա արդեն իմպլեմենտացիայի փուլում է, պիտի հասկանանք արդյունքներն ինչպիսին են, երկրորդ փուլը պիտի իրականացնենք, նշեցի ներդրումների մասին օրենքի մասով, նոր օրենքի նախագիծ ունենք, սա պետք է լավ քննարկենք եւ հասկանանք ոնց ենք առաջ գնում, բնականաբար արդիականացման եւ ոչ միայն արդիականացման էկոնոմիկայի նախարարության ներսում արկա բոլոր աջակցության ծրագրերը հիմնականում ամենօրյա ուշադրության կենտրոնում են եւ բարբերաբար գնահատումներ են անում ու բնականաբար սրանց եւս անդրադառնալու ենք գործի պակաս կամ ավել լինելու հարց չունենք, շատ է, ուղղակի պետք է մենք էլ կարողանանք ճիշտ կողմնորոշվել եւ ուշադրությունը ճիշտ առաջնահերթությամբ դասավորել։ Հաջողություններ եմ մաղթում ձեր նախաձեռնություններում եւ շնորհակալություն այսօր մեր տաղավարում հանգամանալից հարցազրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար։ Զրուցում էինք էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլիա Սիրականյանի հետ։ Ցտեսություն։